Արվեստի վարչապետի եւ Արցախի նախագահի կողմից արդյոք գոհացնում է խորհրդարանական ընդդիմությանը, օրինակ Բարգավաճ Հայաստանը խնդիրներ է տեսնում, ասում է պարզ չարտահայտվեց վարչապետը, չկար այդ հիմնական ուղերձները, որոնք մենք էինք ցանկանում։ Ես չգիտեմ ինչ ասվել, ես երեք մի քանի հարցազրույցով ասել եմ հետեւյալը, որ Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը դա ուղերձ է եւ դա ըստ էության շատ կարեւոր ուղերձ է։ Հենց այդ հայտարարությունից հետո Մինսկի խմբի համանախագահների։ Երկրորդը Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ ելույթ էր եւ նաեւ կարեւորում եմ, որ գրված ելույթ էր, այսինքն հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով եւ երևի թե առաջին անգամ համակարգված ձևով նոր իշխանությունը Հայաստանի Արցախի հարցում հրեց ուղերձ։ Այսինքն այդ շեշտադրումները հասցեատերը ով էր այդ ուղերձը։ Միջազգային հանրությանը, Ադրբեջանին եւ ես կասեի, որ դա ներքին օգտագործման ուղերձներ չէին ավելի շատ, այլ արտաքին օգտագործման ուղերձներ էին եւ այս առումով սպասում ենք բանակցություններին եւ բնականաբար եթե հիշում եք քարոզարշավը մենք ասել ենք որ Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղան Հուսար Հայաստան կուսակցության համար առաջնահերթություն է եւ մենք աջակցում ենք այդ մասով իշխանությանը եւ ես կարծում եմ որ Արցախի հիմնախնդրի հետ կապված Հայաստանում կա հստակ կոնսենսուս եւ աջակցություն օրվա իշխանությանը որ այդ խնդիրը մինչեւ վերջ տարվի առաջ ինչ վերաբերում է բանակցություններին ապա ես մեծ ակնկալիքներ չէի փորձի ձևավորել սպասվող հանդիպումից եւ ըստ էության նաեւ վարչապետի ելույթում հստակ հարցեր բարձրացվեցին կապված սկզբունքների եւ տարերի հետ առայն որ դրանք պետք է մեկնաբանվեն եւ ոչ թե մեկնաբանվեն Ադրբեջանի սրտով այսպես կոչված կամ Հայաստանի սրտով այլ պետք է մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից եւ որ այդ մեկնաբանությունները չպիտի լինեն կողմերի կողմից տարբեր շահեր հետապնդող մեկնաբանություն։ Այսինքն մենք միջազգային ստանդարտները մի հատ այդտեղ հստակեցնենք, հա, հասկանանք ինչ նկատի ունենք յուրաքանչյուր սկզբունքի տակ։ Այսինքն մինչև այսօր պարզ չեն եղել այդ սկզբունքները, այդ ստանդարտները մինչև այսօր կարող է պարզ են եղել մինչև այսօրվա բանակցողների համար, բայց տվյալ պարագայում նոր իշխանությունը նոր է սկսում, չէ՞, բանակցությունները, որտեղ առաջին հանդիպումն է լինելու բանակցությունները։ Հետեւաբար առաջին հանդիպումից առաջ հայտարարվում է, որ այդ սկզբունքները եկեք մի հատ պարզաբանենք։ Պարզաբանում ասելով դուք ինչ եք հասկացել, փաստաթուղթ, որտեղ հստակություն կլինի, ինչպես է կարող է լինել փաստաթուղթ, որտեղ կհստակեցվի, թե ինչ նկատի ունեն յուրաքանչյուր սկզբունքի ներքո, եւ այս առումով բնականաբար կա միջազգային իրավունք, կա միջազգային սովորութային իրավունք, կա հակամարտությունների մի մեծ տարածք գիտության, թե ինչպես հակամարտությունների հետ կապված բանակցություններ վարել, բայց Արցախի հիմնախնդիրը շատ սպეციფიկ է, ֆորմատը Մինսկի խմբի համանախագահների սպეციფიկ ֆորմատ է, չկա այդպիսի երկրորդ ֆորմատ, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ երկրներ միաժամանակ հանդիսանում են բանակցային համանախագահներ, ովքեր աջակցում են կողմերին, որ նրանք մոտարկեն իրենց մոտեցումները եւ գան ընդհանուր հայտարարի եւ խնդիրը կարգավորվի։ Այսինքն այս մասով մենք բնականաբար շատ լավ ենք նայում Արցախում խորհրդի նիստի անվտանգության խորհրդի նիստի կազմակերպումը երկրորդ մասով բնականաբար այդ ուղերձը բավականին համապարփակ ուղերձ էր իր ձևակերպումներով սպասենք դրա արձագանքները տայել ենք նորմալ գնահատում եւ ինչ վերաբերում է մնացած մասով ես կարծում եմ որ Արցախի ներկայացուցիչների բանակցային սեղան վերադարձի հարցը չպետք է սպասել որ Ալիևը ադրբեջանական կողմը ասի դե լավ դե որ ասում եք թողան բանակցեն այդպես չի լինում այլ պետք է միջազգային հանրության հետ մենք աշխատանք տանենք այսինքն մինչև այսօր է բնականաբար բայց այսօրվանից առավել եւս պետք է մեր դեսպանատները խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակները մենք падգամավորներս օգտագործենք աշխարհի բոլոր մայրաքաղաքներում բոլոր միջազգային հաստատություններում սկսենք տանել լոբինգ իրազեկման աշխատանքներ բանակցություններ, արձաբանումներ առային, որ առանց Արցախի ներկայացուցիչի վերադարձի
չի կարող լինել արդյունավետ բանակցություններ, որը կարող է պտուղ տալ։ Ձեզ չի բավարարել մինչև հիմա իշխանության տարած աշխատանքը։ Կարելի է այդպես ձևակերպել ձեր այս հայտարարությունը։ Հիմա մինչև հիմա նման համապարփակ ձևով վերջ չի եղել, եթե կուզեք նաև կարող եմ ասել, որ չի բավարարել, այո, քանի դեռ միջազգային հանրության տարբեր հարթակներում, օրինակ Հովհաննես Հանից սկսած մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար կամ չգիտեմ այլ կառույցներում ներկայացուցիչներ, նրանք դեռևս չեն ասում, որ բայց կարծում եմ երևի թե պետք է որ Արցախը վերադառնա, հասկանում եք, երբ որ նրանք միակարծիք լինեն, Ադրբեջանին այլ տարբերակ չի մնա, որ ինքը համաձայնվի։ Բայց որ սպասենք, որ Ալիևը պետք է ասի, Ալիևը երբեք չի ասի, որ հա թող վերադառնա։ Այսինքն պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանել միաժամանակ, որ բոլոր մայրաքաղաքներից մենք միանման ուղերձներ ունենանք, որ այո, լավ, պետք է ըստ էության խնդիրը լուծել, եւ խնդիրը եթե բոլորս ուզում ենք լուծենք, հետեւաբար պետք է արդյունավետ ֆորմատ ունենանք։ Եթե չենք ուզում լուծել, եթե միջազգային հանրությունը չի ուզում լուծել, Ադրբեջանը չի ուզում լուծել, այլ բան է։ Դա այլ խոսակցություն է դա։ Բայց եթե բոլորը ասում են, այս կոնֆլիկտից հոգնել են, բոլորը պետք է լուծել, լուծման համար արդյունավետ ֆորմատ է առաջարկվում, որտեղ կլինեն լեգիտիմ ներկայացուցիչներ, ովքեր լիազորված կլինեն բանակցություններ վարելու, բայց այստեղ շատ կարևոր հանգամանք է նաև, որ միայն Արցախի ներկայացուցիչի մասնակցությունով էլի մենք չենք կարող ասել, որ ամբողջական խնդիր է լուծվում, որովհետև պետք է բոլոր կողմերը համաձայն լինեն վերջնական լուծման հետ։ Այսինքն չի կարող այնպեսի վիճակ լինել, որ կողմերից մեկը էլի չհամաձայնի։ Այսինքն խնդրի լուծման համար եմ ես ասած ասում։ Պարոն Մարկին, հիմա այսօր երեքային ավելի ճիշտ Հայաստանում է ՀԱԿ գործող նախագահը, սա կարծես թե նաև նախորդեց այդ ուղերձները նրա այցին, հետևել եք արդեն ընթացքին հանդիպումը եղել է կամ բավարարում են ուղերձները։ Չեմ հետևել, չեմ ասում։ Ադրբեջանի արմատանավորության հայտարարությունը ոնց է մեկնաբանել, որ ասում են Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնելով Ղարաբաղի հայություն գաղափարը վերջերել Ղարաբաղին։ Այսինքն եթե համանախագահների նիստը տեղի ունենում Արցախում, ապա կարիք չկա առանձնապես ներառելու Արցախի ժողովրդին։ Ճիշտ ասած, ես չէի ցանկանա Ադրբեջանի հայտարարություններ մեկնաբանել,